Moody's միջազգային վարկանիշային գործակալություն իջեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը, դրանց հեռանկարները կայունից վերավորակավորելով որպես բացասական։ Կազմակերպության պաշտոնական ինտերնետային էջում այս բացասական վերավորակավորման հիմնական գործոնների թվում մասնավորապես նշվում է Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների ծավալի նվազումը, Ռուսաստանի տնտեսության անկման պայմանավորված Հայաստանի տնտեսության թուլացումը եւ ներդրումների մակարդակի անկումը։ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց ընդամենը 2 շաբաթ անց հրապարակելով այս զեկույցը, Moody's-ը իր գնահատականը կապում է նաև ԵՏՄ-ի ազդեցության հետ, նշելով, որակավորումը պայմանավորված է մի կողմից երկրի տնտեսական զարգացման բարդ հեռանկարների, մյուս կողմից Ռուսաստանի տնտեսության բացասական զարգացումների, ներդրումների ցածր մակարդակի ու ԵՏՄ-ից դուրս առևտրային սահմանափակումների ու խոչընդոտների հետ։ Սա այն է, ինչ կարելի է սպասել Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից, եզրակացնում է Moody's-ը։ Կազմակերպությունը մանրամասնում է հայաստանյան տնտեսության վրա ԵՏՄ ազդեցությունը մասնավորապես ընդգծելով ներկրվող ապրանքների թանկացման հեռանկարը, ինչի մասին ավելի քան 1 տարի է խոսում են ԵՏՄ ընդդիմախոսները։ Եվրասիական տնտեսական միության անդամակցության արդյունքում տեղի ունենալու մեր ներքին շուկայում գների բարձրացում։ Դեղորայքին է վերաբերում, սննդամթերքին է վերաբերում, հիմնականում երրորդ երկրներից ներկրվող ապրանքների, իսկ քանի որ Հայաստանը մոտ 3 անգամ ավելի շատ ներկրում է, քան արտահանում է, այդ առումով հենց Moody's-ը երբ որ գնահատում է ստեղծված իրավիճակը տնտեսության, այդ առումով իր գնահատականները պետք է լինեն բացասական։ Moody's-ը նաև կանխատեսում է, որ ԵՏՄ հետ ինտեգրումը ավելի բարդ կլինի Հայաստանի համար, քան նրա գործընկեր երկրների՝ Բելարուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ միության երկրների հետ Հայաստանը ընդհանուր սահման չունի։ Միջազգային հեղինակավոր կազմակերպության այս զեկույցը եկավ ապացուցելու, որ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները իրականության հետ որևէ կապ չունեն, ասում է տնտեսագետը, հիշեցնելով խոստումները, թե ԵՏՄ-ն տնտեսական մեծ օգուտներ կբերի Հայաստանին։ Հարվարդի շրջանավարտ Row Global ներդրումային ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանը կարծում է, որ եթե կառավարությունը նախկինում մի շարք գործողություններ իրականացներ, օրինակ մեծացներ արտահանումը, ունենար արտարժույթի համապատասխան պետական պահոստներ, իրավիճակը քիչ թե շատ բարվոք կլիներ։ Մենք շատ ավելի լավ դիրքում կլինենք, ու այդ շոկերը, այդ ատանումները, որոնք հիմա են տեղի ունենում աշխարհում, շատ ավելի հեշտ ձևով ավելի մեծ պահոստներ կունենայինք, ավելի մեծ ռեզերվներ ուրիշ ձևի կունենայինք։ ԲՀԿ-ական падգամավոր տնտեսագետ Միքայել Մելքումյանն էլ անդրադառնալով կանխատեսումներին ասում է, որ աղքատության մակարդակն էլ ավելի կմեծանա։ Փաստորեն գնաճի եւ այս ամեն ինչի արդյունքում աղքատության շեմի որոշակի տեղաշարժ պետք է լինի, ես դա եմ ակնկալում։ Ճիշտ է, գնահատականները դեռ չկան, բայց ես կարծում եմ, որ մենք ցավոք սրտի դա պետք է ունենանք։ Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը Moody's-ի զեկույցը համարում է նախազգուշացում ԵՏՄ-ի հետ հարաբերությունները զարգացնող Հայաստանի համար։ Հայաստանի տնտեսության վիճակը նոր կառույցում ել ավելի է վատանալու։ Դա քաղաքական որոշակի ենթատեքստ ունենա, որովհետև դրանով ուզում են ցույց տալ, որ ինչքան մտնում եք Եվրասիական միության տարածք, այնքան ձեր նկատմամբ արևմուտքում վստահությունը պակասում է։ Կառավարությունից առայժմ խուսափում են մեկնաբանություններից։